Բարձիս շատի եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Գյումրի Ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։ Բարի եկեք ձեզ, պարոն Սիմոնյան։ Իհարկե պիտի խոսենք Ավագանու աշխատանքի արդյունավետ գործելու կամ թերանալու մասին։ Ավագանու աշխատանքները այսօր մեր գնահատմամբ բավարար են եւ դրա մեջ նաեւ իր մասնաբաժինն ունի այսօրվա քաղաքական կուրսը ձևավորված եւ քաղաքական օրակարգը։ Դա փաստում ենք բոլորս, որ քաղաքական օրակարգի պատճառով է նաեւ, որ բնակչությունը զգում է ավականու աշխատանքների, այսպես ասած, ոչ գերազանց վիճակը։ Այսինքն նշանակում է, որ Կոմունիստական կուսակցությունը, որի ղեկավարը այսօր կուսակցություն ներկայացնող ղեկավարը ղեկավարում է քաղաքը կոմունիստական կուսակցությունից, բայց պատասխանատվություն կրում են մյուս խմբակցությունները, թե չեն կրում։ Տեսեք, ընդհանրապես քաղաքը ղեկավարում է ավականին, չի կարելի մեկ խմբակցության անուն շեշտել, բայց պատասխանատվության առումով այստեղ իշխող ուժը միշտ փորձում է բարթել, որ դուք բոլորով եք պատասխանատու քաղաքի կառավարմանը, բայց բերեք նշենք, որ կան համապատասխան բաժնի աշխատողներ, ղեկավարներ, որոնք հենց իրենք են անմիջապես պատասխանատվությունը կրում։ Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքում ստվերային կառավարման կամ ստվերային գործողություններին, միանշանակ բոլոր ուժերս էլ պատասխանատու ենք, որովհետև մեզ քաղաքացիները եւ բնակչությունը լիազորել են, որովհետեւ մենք այնտեղ հենց հսկենք այդ ամեն ինչը, որովհետեւ չունենանք այդ կուլիսային կառավարման վիճակները։ Դրա համար ես այսօր գնահատում եմ նորմալ քաղաքապետարանի աշխատանքը, չհաշված այն հանգամանքը, որ միշտ խոչընդոտվում է իշխանությունների կողմից, այսպես ասած, որովհետեւ տեսնում ենք, որ դեռ չեն մարսել Գյումրի քաղաքում իրենց պարտությունը։ Դուք նշում եք պարտություն, բայց ամեն դեպքում ընդհանուր հաշվով ավագանիների մանդատների հաշվարկում, ընդհանուր հաշվարկում, այնպես չէ, որ իշխող ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության մանդատները քիչ են կամ փոքր։ Առավելություն է լինում այն դեպքում, երբ խմբակցությունները 4 ուժերը միավորվեցին եւ քաղաքապետ դարձավ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը։ Կոնկրետ նշվում, որ քաղաքային կառավարման գործում որևէ խմբակցություն չի կարող լինել պատասխանատու կամ կարող է լինել պատասխանատու այն դեպքում, եթե նա պաշտոններ ունենար նաև, որոշակի պորտֆելներ ունենար տեղական իշխանությունում։ Հենց դա եմ ես ասում, մենք 3 խմբակցություններով չենք վերցրել որևիցե պաշտոններ եւ մեր համար առաջնային նպատակ ենք համարել ցույց տալու ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, որ զորբայությամբ Գյումրիում չեն կարող իշխանություն վերցնել։ Հենց դա է եղել մեր նիշը, որը մենք պահել ենք եւ նաեւ ցույց ենք դրել բոլոր ընդդիմադիր ուժերին, Հայաստանի մասշտաբով եմ ասում, որ մյուս տարվա ընտրություններին իրենք եւս մոտենան նույն սկզբունքով եւ թույլ չտալ ընդդիմության պառակտում եւ վիժեցում։ Հիմա բազմաթիվ քաղաքներ եւ համայնքներ գիտենք, օրինակները շատ են, նույն Ախուրյան համայնքը, նույն Մարալիգում տեղի ունեցած դեպքերը, որ ընդդիմությունը հաղթում է, բայց վերջում իշխանությունն է դառնում իշխող ուժ, հենց Գյումրին դրանով տարբերվեց, որ վերջ դրեց եւ այսօր ամբողջ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ մատնացույց են անում Գյումրին, որ եթե Գյումրիի նման անենք, ուրեմն 26 թվականին ընդդիմությունը կհաղթի եւ դրանով գյումրեցիները այսօր ունեն պարտենալու տեղ։ Հիմա ինչքանով կհաջողվի, դա ցույց կտա ապագան, որովհետև մենք մեր ամբիցիաները մեկ կողմ դրած ապացուցեցինք, որ մեր համար այդ պաշտոնները չեն կարևորը։ Ընդհանուր սա է։ Հիմա խնդիրը հակակշիռ ավագանի ունենալն է,
ունենք թե չունենք։ Քանի որ երբ հետևում ես նիստերին, ակնհայտ մի բան կա, որ ամեն ինչ տեղի ունենում կուսակցական էմոցիաների ֆոնին։ Սկսվում է, ավարտվում է դրանով։ Հակադարձելու, մեղադրելու խոսույթ է։ Մի խոսքով ոնց որ մինի ազգային ժողով։ Իմ կարծիքով տարբերվում է Գյումրու ավականու նիստերը ազգային ժողովի նիստերից նրանով, որ այստեղ ընդդիմությունը շանս չի տալիս իշխող ուժին, որ իր կամքը թելադրի եւ իր կուսակցական շահերից ելնելով ինչ որ բաներ առաջ տանելու եւ բնակիչները ազանգում են եւ շնորհակալություն են հայտնում այդ մասով, որ կարողանում ենք այդ բալանսավորումը պահել։ Մեր մասով ես ասեմ, մենք յուրաքանչյուր խոսքում ասում ենք, որ պետք է համատեղ աշխատենք, ոչ թե ցույց տանք, որ տեսեք այս փողոցը որ սարքվեց, սա կառավարության շնորհիվ սարքվեց։ Այսինչը որ արվեց կառավարության տված գումարով դա եղավ, դա պարակտման է բերում, որովհետև ավտոմատ դու տարանջատում ես պետությանը, կառավարությունը եւ հասարակությանը իրարից, այսինքն եթե կառավարությունը չլիներ, ուրեմն Շիրակացի փողոցը չէր սարքվի, չէր վերանորոգվի, դեպա առանց կառավարության ոնց կարող է այդ ամեն ինչը լինել։ Ամեն անգամ մատնացույց անելով դու տարանջատում ես, այսինքն ցույց ես տալիս, որ եթե կառավարություն չլինի, դա բնական է դա։ Դա սարքել ինչ որ հաղթաթուղթ սխալ եմ համարում։ Յուրաքանչյուր ելույթի ժամանակ ես ասում եմ, որ գիտեք ինչ կա, այն ծրագրերը, որոնք որ օգուտ են բերելու մեր քաղաքին, մեր Գյումրի համայնքին, ուրեմն պետք է կողմ քվեարկել։ Ինչը ցույց չի տալիս մեր իշխող ուժի ներկայացուցիչները, նույն ազատ տնտեսական կոդուն վերաբերող, նույն մնացյալ հարցերում, որոնք որ զգում են, որ այդտեղից իրանք դիվիդենդներ չեն շահում, դեմ են քվեարկում կամ ձեռնպահ են քվեարկում, եւ յուրաքանչյուր ելույթի ժամանակ իմ կոչն է եղել, որ դնենք մի կողմ, որպես գյումրեցի փորձենք լծվել Գյումրին օգուտ բերող ծրագրերում եւ փորձենք գյումրեցին օգտակար լինել։ Քանի որ խոսեցիք ազատ տնտեսական գոտու ծրագրից, իհարկե սա նաև նախընտրական շրջանում ձեր ծրագիրն է եղել, որը հասավ մինչև ավագանու նիստ, հիշեցրեցիք, որ քաղաքացիական պայմանագիրը ձեռնպահ է քվեարկել, բայց փորձագիտական տեսակետներ կան, որ այն նախընտրական շրջանում ասված ձեր խոստումը բերվել է օրակարգ եւ սա ընդամենը եղող գործ չի, ընդամենը պոպուլիզմ է, դարձյալ նախընտրական շրջան է առջևում։ Ուրեմն ասեմ, այս ծրագրի ձեռը կրակն է ընկել իշխող ուժը, որովհետև ինքն իր ձեռքով իրեն վնաս է տալիս, քանզի 19 թվականին հենց իրենք են օրակարգ բերել նաև, որ Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական կոդի եւ ինչ անում են, իրենց դեմ է դուրս գալիս։ Հաստորեն իրենք այսօր դեմ լինելով այս ծրագրին, պետք է հասկանան, որ կամ դեմ են եղել 19 թվականին, բայց չգիտեմ ինչի են բերել օրակարգ, կամ հիմա ներկուստ կողմ են, բայց արտահայտվում են դեմ։ Ստացվում է, որ դեմի կողմ են, կողմին դեմ են։ Հենց ես սրա մասին եմ խոսում, որ պետք է թողնել մի կողմ եւ որ ծրագիրը, որ օգուտ է բերելու Գյումրեցուն, իրենք հենց լծվեն այդ ծրագրի իրագործմանը։ Մենք աննախադեպ բան արեցինք նախընտրական քարոզարշավից առաջ, փորձեցինք օգտվելով օրենքի կեդին համապատասխան եւ քաղաքացում դարձրեցինք պահանջատեր։ Դրանով մենք ստորագրահավաք կազմակերպեցինք եւ 7300 ստորագրություն հավաքեցինք մինչ քարոզարշավը եւ բնակիչներին դարձրեցինք պահանջատեր եւ այդ ավականու ուղերձի տակ հիմք ընդունվեց հենց բնակչության ստորագրությունները, որով Գյումրեցին պահանջատեր է դարձել այս ծրագրին։ Ինչքանով է իրատեսական թե ոչ, դա գնդակը կառավարության իշխող ուժի դաշտում է եւ իրանք են պատասխանելու։ Եթե ուզում են Գյումրին տեսնել զարգացման ճանապարհին, ուրեմն անպայման պետք է օր առաջ բերել քննարկման փուլ եւ փորձեն ազատ տնտեսական կոդին ճանաչել։ Շատ փոքրիկ օրինակ բերեմ, 1 կամ 2 դրվագ օրինակ բերեմ, որ բարձ դառնա ինչքանով մեզ դա ծեր է տալիս։ Նաև ամբողջ Հայաստանին, որտեղ կարող է Գյումրին լոկոմոտիվ դառնալ եւ նաև ամբողջ Հայաստանի բյուջեին օգտակար լինել։ Տեսեք, մեր Ջավախը հայությունը
մեր Ջավախքը հեռավորություն ունի Թբիլիսիից մոտ 100 կիլոմետր, ինչքան որ Գյումրի քաղաքից։ Եթե մենք ունենանք այստեղ նպաստավոր դիրք, ուրեմն նույն Ջավախահայությունը այստեղ է փորձելու գործունեություն ծավալել, ներդրումներ այստեղ է անելու եւ ապրանք արտահանելով հարևան պետություն մենք օգուտ ենք ստանալու։ Նույն Կրասնոդարսկի կրայի մասին է։ Միանշանակ, նույն Կրասնոդարսկի կրայի մասին, Վլադիկավկազի, Ստավրոպոլի մասին ենք խոսում, այնտեղ մենք գիտենք հայերով խիտ բնակեցված տարածքներ են, նույն մեր հայրենագիցները ուզենալու են այստեղ տնել, քանի որ ԵԱՏՄ ենք, եւ այստեղած արտադրանքը տանենք այնտեղ, ոչ թե այնտեղից անընդհատ բերենք։ Եվ սա է փաստում մեր ասածը, որ եթե կամք ունենա իշխանությունը, ուրեմն անելու է դա ամեն ինչը։ Երեկվա մեր հավաքական նիստում իշխան ուժի ներկայացուցիչներից նորից փորձեցին ձայն բարձրացնել, որ անընդհատ ուզում եք, որ Գյումրիի բյուջեն ավելանա, բայց կառավարությունը բյուջե ավելացնող չէ։ Դա ընդհանուր է դրած այդ բյուջեի կարգը։ Կառավարությունը պետք է պարարտ նախապատրաստի, որպեսզի ներդրողները կան եւ ներդրում անեն։ Հիմա որևիցե մեկս կարող ենք ցույց տալ մեկ խոշոր ներդրողի, որ այս կառավարության օրոք եկել եւ Գյումրիում մեզ ներդրում է անում, այսինքն պարարտ հող են իրանք տվել ներդրողին։ Չենք կարող, չէ՞, մատնացույց անել։ Հենց ազատ տնտեսական կոդին հենց դա է, որ փակելու է բոլոր հարցերը։ Ընդհանուր այդ բյուջեի սահմությունը մենք ինքներս կարողանանք մեր բյուջեի հաշվին նույն այդ թոշակները բարձրացնենք, ինչպես Մոսկվայի քաղաքապետարանն է անում, ինքը իր բյուջեի հաշվին ավել թոշակներ է տալիս իր թոշակառուին, մանկավարժներին ավել աշխատավարձ է տալիս, եւ այդ անօթևանների հարցերը կարողանանք ավելի արագ կարգավորել։ Նորից ես մնում եմ այն համոզման, որ եթե Գյումրին ուզում ենք արագ ոտքի կանգնի, դա Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելն է։ Բայց կառավարությունից ինչ էիք ուզում այդ ուղերձով։ Եթե լիներ 2019 թվականից սկսած այդ ազատ տնտեսական կոդին կգործեր, համակարծիք չեք այն փորձագիտական տեսակետից, որ սա տեղական իշխանության, համայնքային իշխանության բարձրացվելիք թափիկ խնդիր չէ կամ գործ չէ։ Ոչ, համաձայն չեմ դրա հետ, որովհետև ցանկացած բարձրացվող հարց իր պտուղները մի օր տալու են։ Չլինի այսօր, կլինի վաղը։ Դա այդպես է, եթե երեխան չի լացում, մայրը կարող է չնկատի, որ սոված է եւ կաթ չտա։ Հիմա 2019 թվականին ինչի չի իրագործվել, ես չգիտեմ, եւ միգուցե տեսլականի բացակայությունն է եղել, կարող է նաեւ մեր պատերազմական շրջանը հաշվի առնելով չի եղել, բայց այսօր բոլոր նպաստավոր դիրքը կա, որ մենք կարողանանք Գյումրին ճանաչենք ազատ տնտեսական կոդի եւ դուրս բերենք այս վիճակից, որովհետեւ յուրաքանչյուր երկրորդ բառը Գյումրիի զարգացման հետ կապված դա այն է, որ բյուջեի փողը հերիք չի։ Ես արդեն բազմիցս կրկնել եմ, որ դրա միակ լուծումը հետեւյալն է, որ նաեւ Գյումրին դարձնել այն լոկոմոտիվը, որը օգուտ կբերի ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Բյուջեի փողը հերիք չի, նաև դրա համար քաղաքապետը օրակարգ էր բերել մի հարց, որ դիմեն սահմանադրական դատարան, շահութարկի եւ եկամտահարկից պետության վերադարձելիության տոկոսաչափը ավելանա, այսինքն 85 միլիարդ տալիս ենք, 4 միլիարդ են վերադարձնում։ Բոլորը կարող ենք դիտել նույն հարթության վրա, եթե բյուջեում գումար չկա, գումարը պետք է մոտ գործի, որպեսզի կարողանանք այդ հարցերի պատասխանները տանք։ Հիմա ինչքան մանիպուլացնենք, ասենք կառավարության այսինչ ծրագրով սարքում են Գյումրի այսինչ փողոցը կամ մյուսը, դրանք բոլորը այսպես ասած դիվիդենդներ շահելու մեթոդներ են։ Եթե իրական ուզում ես, որ Գյումրին զարգանա, ուրեմն հեռանկարային զարգացման ծրագիր է պետք։ Զարգացման ծրագիր նաև նախընտրական ծրագրերում քաղաքապետի ընտրությունների հենց կոնկրետ քաղաքապետի տեխնացում Վարդան Ղուկասյանի ժամանակ ներդրումներից էր խոսում։ Ներդրումային հնարավորություններ կան, թե չկան։ Տեսեք, ինչ որ խոսել է քաղաքապետը իր նախընտրական ծրագրում, ինքը իր հանդիպումների հիման վրա է խոսել, իշխող ուժն էլ անընդհատ մատնացույց է անում, որ դե դուք ասել եք մենք ներդրումներ կբերենք, բա ուրա ձեր ներդրումները։ Այն ժամանակ էլ ենք մենք ասում, որ մինչև պարարտ հող չլինի, ներդրումներ չեն լինի։ Ես չեմ կարող պատասխանել
այդ հարցին, որովհետև ես չեմ հանդիպել այդ ներդրողների հետ, ովքեր ուզեցել են ներդրումներ անել, հետևաբար չեմ կարող դրական պատասխան տալ, թե ինչի չեն գալիս այդ ներդրումները կամ հնարավորությունների զուրկ է ռիսկային այս քաղաքը ներդրումների համար։ Դուք էլ ներդրումների հնարավորությունը ստեղծեք քաղաքում։ Եթե ներդրումներ չեն գալիս, դրանից լավ ինդիկատոր չկա, որ հասկանաս ռիսկային է թե ոչ։ Համաձայն եք։ Հիմա ինչքան ուզում է, չգիտեմ, տեխնիկական բարակաբակցություններ օգտագործես, որ այս սրա պատճառով եւ այլն, ամեն առաջին ինդիկատորը, եթե ներդրում չկա, ուրեմն պարարտող չկա։ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարի մեջ տեղավորում կամ ազատ տնտեսական գոտու ինդիկատոր է, որ այսօր քաղաքի շուկային մուտք գործել, կարելի ասել գրավել են երևանյան ընկերությունները։ Գիտեք ինչ կա, երևանյան ընկերությունները, եթե նկատի ունեք ուրեմն ռիսկային չի քաղաքը։ Սուպերմարկետները կամ մյուսը, դա ամբողջ Հայաստանով մեկ են գնացել, խոսքը այդ ներդրումների մասին չէ, եթե չունենք արտադրություն, եթե չունենք մեր պրոդուկտը, որը պետք է արտահանենք երկրից դուրս կամ եթե չունենք համարում ենք չէ տնտեսական ցուցիչ։ Ոչ, եթե չունենք այն պրոդուկտը, որը ներմուծում ենք այլ երկրներից, որ այդ արտադրելու հետևանքով էլ չենք ներմուծելու, ուրեմն դա կապ չունի։ Այստեղ հիմա Կարոնա սուպերմարկետները 6 հատով այդ նույն առևտուրը անում էին, դա ներդրումը, ասենք եկավ տեղի Երևան City-ին, դրանով ինչ տարբերություն եղավ։ Կարոնայի տեղը եղավ Երևան City-ին։ Հիմա ուրիշ 10-15 փոքր մարկետների փոխարեն գալիս է, չգիտեմ, Carrefour-ը կամ մյուսը։ Դա ես չեմ համարում ներդրումային վիճակ, որ պարարտող է ներդրումներ են կատարում, մինչև գործարաններ չկառուցվեն եւ մեր արտադրած ապրանքը չարտահանեն կամ ներմուծված ապրանքի կոնե 50%-ի չափ է այստեղ չկարողանանք արտադրել, երկրին օգուտ չենք բերելու։ Նորից նույն երկրի մեջի եղած գումարի շրջանառությունն ենք ավելացնում, ասենք մանրի հաշվին խոշոր, ուրիշ բան չենք անում։ Վերադառնանք պետական միջոցների ներգրավմանը քաղաքի ենթակառուցվածքների զարգացման առումով կամ ենթակառուցվածքների նորոգման առումով։ Սուբվենցիոն ծրագրերը հաստատվել են, Գյումրին 2 ծրագիր էր ներկայացրել, բայց դեռ չի հաստատվել։ Սա որոշակի ինդիկատոր է կենտրոնական իշխանության եւ համայնքային իշխանության հետ համագործակցության, այսպես ասեմ, ոչ հաշտ համագործակցության։ Այստեղ սլակով նորից գնանք առաջի հարցին, ինչպես է գնահատում ավականու աշխատանքը, պատասխաններ բավարար, նորմալ, բայց դրա մեջ նաև իր մեղքի բաժին ունի իշխող ուժը, որի օրակարգ բերած հարցերը թույլ չեն տալիս, որ ամեն ինչ, այսպես ասած, սահուն գնա առաջ։ Իհարկե, այդ ամեն ինչը ովքեր են բերում օրակարգ հարցերը, օրակարգ ամբողջ հայաստանյան քաղաքական դաշտը։ Այնպիսին է այսօր, որ այդ սուբվենցիոն ծրագրերի մուտքերը եւ ելքերը կապված են անձանց հետ։ Եթե դու ես տանք, եթե դու չես, չտանք։ Ավականու խմբակցությունների ովքեր ձայն տվեցին քաղաքապետին այդ խմբակցությունների միջև համագործակցություն կա, գործնական աշխատանքային համագործակցության քաղաքի խնդիրները մեկտեղվելու, քննարկելու եւ լուծելու։ Տեսեք, շատ է խոսվում իշխող ուժի կողմից, որ դուք բերեցիք քաղաքապետ կարգեցիք Վարդան Ղուկասյանին։ Ես իրենց հակադարձ եմ, ոչ թե մենք բերել ենք Վարդան Ղուկասյանին, այլ թույլ չենք տվել, որ զորբայությամբ դուք վերցնեք իշխանությունը։ Սրանք տարբեր բաներ են։ Իսկ մեր մեջ ընդդիմադիր խմբակցությունների մեջ միանշանակ կա շփում, կա համագործակցություն եւ ցանկացած հարցի շուրջ մենք կիսվում ենք միմյանց հետ, որ այս հարցին կարելի է այսպես նայել։ Նաեւ բնակչության կողմից բարձրացված հարցերը, որոնք հենց մեր խմբակցությունով ենք մենք գնում հանդիպումներ կազմակերպում եւ դա լինի փողոցի հարթեցման աշխատանք, լուսավորության հետ կապված խնդիր, բաժնեզների հետ կապված խնդիր, այս պայն ինչ հարցով որ գնում են քաղաքապետարան, լուծումը ստանում է քաղաքացին եւ փուլարփուլ գնում են առաջ։ Կա մեկ խնդիր, որ գլոբալ է համարում այս քաղաքի համար, որ առաջներդ հենց այդ քննարկումների, առաջներդ համագործակցության գիզակետում է դրված։ Գլոբալ խնդիրը նորից կանք այդտեղ, որ գումարն է։
Եթե ուզում ես գնալ Վարշավյանոց եւ սիրուն ունենալ, պետք է գումար վճարես։ Հիմա եթե ուզում ես սիրուն քաղաք ունենալ, ուրեմն պետք է գումար ունենանք։ Առանց գումար չես կարող ոչինչ բան անել։ Կարողանաս մանր հարցեր լուծել։ Ասենք, չգիտեմ, բարձուրների վերականգնում կամ նստարանների տեղադրում կամ բան, բայց գլոբալ փոփոխություն, որ 5 տարի առաջ եւ 5 տարի հետո նայես Գյումրին եւ զգաս պատկերների փոփոխություն, դա միանշանակ հեռանկարային զարգացման ծրագրի շնորհիվ է, որ կարողանաս անել։ Իսկ կա մի նախընտրական խոստումներից որը մեկը, որ ծրագիր է դարձել։ Մեր հետ կապված ընդհանուր։ Եթե իմ քարոզարշավը տեսած լինեք, մեր ընդհանուր թիմի քարոզարշավը, մենք չենք տվել խոստումներ, որ գիտեք ինչ կա հենց եկանք, սա անելու ենք այսպես։ Չէ, դա բնական է, նախընտրական շրջանում խոստումը կայուն ծրագիր կարող է դառնալ։ Բայց տվել ենք խոստում, որ մենք չենք փորձելու հին մեթոդներով քաղաքը տանել առաջ։ Մենք ավելի նորարարական լուծումներ ենք բերելու, քանի որ մեր թիմը երիտասարդներով է համալրված, ունենք լավ մասնագետներ եւ այս նոր զարգացող աշխարհի համահունչ քայլելու փորձ եւ պրակտիկա։ Մենք դա ենք խոսք տվել, որ գալուց հետո անպայման Գյումրին զգալու է իր մաշկի վրա, որ կառավարման մոդելի փոփոխություն տեղի ունեցավ։ Դա միանշանակ խոսք տվել ենք։ Կառավարման մոդելի փոփոխությունից խոսեցինք, ըստ էության դա պիտի նաև ավագանու նիստերով երևա, ավագանու ազդեցությունը իսկապես կա քաղաքապետի որոշումների վրա, որովհետև երբեմն նիստերը նայելիս տպավորություն է, որ նախագծեր կան, որ չեն հասնում քվեարկության։ Այսինքն միանգամից օրակարգից դուրս են բերվում քաղաքապետի որոշմամբ։ Միանշանակ չի կարող ավականիների որոշումը դեր չունենա, որովհետև սա ավականու ընտրություններ են, ոչ թե քաղաքապետի։ Եվ հենց ավականին է համարվում այն մարմինը, որը վերահսկում է ամբողջ քաղաքապետարանի աշխատանքը։ Այստեղ էլ մենք ունենք բան, որ իշխող ուժը միշտ ասում է դուք պատասխանատու եք, այո, պատասխանատու ենք վերահսկողության առումով, բայց ոչ անձերի, այսպես ասած, վարկագծով կամ բայլացևով կամ խոսույթով։ Գյումրիի քաղաքապետի հայտարարությունները վերջին որոշակի գիտեք քննադատությունների եւ մեղադրանքների արժանացան նյութենական պետության մաս կազմելու առումով եւ դրան հետևեցին իշխող կուսակցությունից որոշակի մեղադրանքներ եւ ըստ այդմ այսպիսի գնահատում եւ որակում ժամանակավոր պաշտոնակատար է քաղաքապետի, եթե քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար է, այսինքն ամեն ինչ փոխվելու է նորից այս քաղաքում, շարունակ այդ խոսույթը կա։ Դուք ինչպես կվարվեք այդ դեպքում որպես ավականի։ Դա աբակայունացնող հայտարարություններ են, ովքեր որ անում են նման հայտարարություններ, ուրեմն նպատակ են հետապնդում անկայունացնել դաշտը, շեղել մարդկանց քաղաքի կառավարումից կամ քաղաքի խնդիրները բարձրաձայնելուց եւ խոսելուց, քանզի միանշանակ եւ հակադարձություններ են տեղի ունենալու եւ պաշտպանողական ռեակցիաներ, այսինքն ով չի ուզում այսօրվա քաղաքական կառավարման համակարգը մնա դեմ է խոսելու, ասելու այո, հանեք, փոխեք, այս ինչ վիճակ է, ով ուզում է, ասելու է սրիկաներ, ինչի եք ուզում փոխել, հանել, նորից բերելու են պառակտման։ Եվ մենք դրան դեմ ենք, այդ պառակտմանը, հենց այդ պառակտումն է, որ քանդում է մեր տունը։ Ամեն ինչում արհեստական տեսնում ենք պառակտվածության միտում, սև սպիտակ, նյութենական պետություն ուզում եք, թե չեք ուզում, չկա այսօր նման օրակարգ Հայաստանի Հանրապետությունում, դա կեղծ օրակարգ է, ռազմաբազան ուզում եք մնա, թե չէ, եւ նմանատիպ բաները միանշանակ խանգարում են քաղաքի զարգացմանը, երկրի զարգացմանը։ Ես ասեմ, որ ես կողմնակից եմ ուժեղ հզոր Հայաստան ունենալու, լավ ամուր սփյուռք ունենալու, հարևանների հետ բարի դրացիական հարաբերություն հաստատելու, բարեկամների հետ ամուր բարեկամական կապերը պահելու ունակություն, ես այդպիսի Հայաստանի կողմնակից եմ եւ ինչու՞ չէ նաեւ կարող եմ երազել մեծ հայքի մասին, կարող եմ երազել, որ որպես առաջին քրիստոնյա ազգ պետք է դառնանք համախմբող ամբողջ աշխարհի քրիստոնյաներին, ես դրա կողմնակիցն եմ։ Միանշանակ ես չեմ կարող վիճարկել այդ հարցերը, իսկ
այդ պարակտվածության քարոզին պետք է վերջ տանք, քանզի դա է տանելու վերջնական կործանման։ Իսկ առաջնահերթ կարևոր խնդիրը, որը դուք դիտում եք առաջնահերթ, որ պիտի փոխվի այս քաղաքում։ Առաջնային կարևոր է մթնոլորտի փոփոխությունը, ոչ միայն քաղաքում, նաև երկրում, որովհետև այդ ադելության քարոզի գեներացումը մեծ վնաս է հասցնելու մեզ բոլորիս։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, երբ որ մեր երկիրը ներկայացնող մարդը արտերկրում հանդիպումների ժամանակ հանդիպում է դեպքերի, երբ նույն Միացյալ Նահանգների նախագահը փորձում է ասել, որ ձեր հայրենագիցն է Ալիևին, դա որպես ընդդիմադիր թիմի ինձ չի ուրախացնում, այլ հակառակ չարացնում է տվյալ երկրի հանդեպ, տվյալ երկրի ղեկավարի, ով փորձում է անտեսել մեզ, եւ երբեք ես չեմ մտածում, որ եթե ես ընդդիմադիր եմ մեկին, ուրեմն թող իրեն նվաստացնեն, թող իրեն կոտրեն, անկախ նրանից, որ երկրի ղեկավարն է, լինի Բելարուսի ղեկավարը, լինի մյուսը, ցանկացած հայտարարություն, որը վնաս է տալիս Հայաստանի Հանրապետությանը, կապ չունի դա իմ ընդդիմախոսն է, թե չէ, ես չարանում եմ տվյալ երկրի հանդեպ եւ ուզում եմ, որ այդ մեր մթնոլորտի փոփոխության արդյունքում հասնենք նրան, որ որևիցե մեկը չուրախանա նման բաներից, այլ հակառակ տխրի եւ հետեւություն անի, ինչու՞մ է կայանում մեր մեղքը, որ նման վերաբերմունքի ենք արժանանում մենք։ Շնորհակալ եմ։ Այսքանը տեսանկյան հյուրներ Գյումրի Ավագանու Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։